2024-ին կառավարությունը կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերել 3 շահառուի։ Դրա արդյունքում արտահանվել է մոտ 7.5 միլիոն լիտր 100%-անոց կոնյակի սպիրտ։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2024-ին համայնքների կարիքների համար պետական բյուջեից հատկացրել է 156 միլիարդ դրամ։ Միայն Երևանը ստացել է 41 միլիարդ դրամ։ Միջոցները ծախսվել են տարբեր ծրագրերի իրականացման նպատակով։ Այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Անշարժ գույքի շուկայում արձանագրվել է գների աճի տեմպերի դանդաղում։ Եկամտահարկի վերադարձի դադարեցման եւ պահանջարկի հագեցվածության պայմաններում հնարավոր է շուկայի ակտիվության հետագա նվազում։ Շինթույլտվությունների եւ բնակարանային շինարարության բարձր աճը զուգորդված պահանջարկի հնարավոր նվազման հետ կարող է բերել շուկայում առաջարկի ավելցուկի ձևավորման ռիսկեր։ Բացի այդ, շինարարությանը տրամադրվող վարկերի ծավալների մեծացումն աճեցնում է պարտքային բեռը եւ վարկային ռիսկերը։ Այս մասին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ 2025-ի ապրիլ ամսվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների արտարժութային ավանջների եւ փոխառությունների հարաբերակցությունը փողի զանգվածին կազմել է 30.97%, որը 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 7.4%-ային կետով։ Տվյալները հայտնում էին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկից։ Եվրահանձնաժողովը առաջարկում է արգելել հյուսիսային հոսք 1 եւ հյուսիսային հոսք 2 գազատարների հետ կապված ցանկացած գործարք, որպես պատժամիջոցների 18-րդ փաթեթի մաս, որը սահմանվել է Ռուսաստանի դեմ ուկրաինական պատերազմի համար։ Ըստ այդմ Եվրամիության ոչ մի օպերատոր չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել այդ նախագծերին։ Նոր փաթեթը ներառում է Ռուսաստանի եւս 22 բանկերի անջատում SWIFT համակարգից։ Ռուսաստանի դաշնային բյուջեն 2025-ի հունվար-մայիս ամիսներին նախնական տվյալներով իրականացվել է 3.393 տրիլիոն ռուբլի դեֆիցիտով։ Դաշնային գանձապետարանի տվյալներով 4 ամսվա կտրվածքով դեֆիցիտը կազմել է 2 տրիլիոն 930.8 միլիարդ ռուբլի։ Դաշնային բյուջեի եկամուտները հունվար-մայիսին աճել են 3.1%-ով, հասնելով 14.732 տրիլիոն ռուբլու։ Հնդկաստանը ձգտում է ընդլայնել նավթի ներմուծման աշխարհագրությունը, մեծացնելով մատակարարումները այն երկրներից, որոնք չեն հանդիսանում OPEC անդամ։ Հնդկաստանի նավթային ռազմավարության մեջ ներառվելու են նաև ռազմավարական պաշարների ավելացման եւ նավթատար տանկեր ունեցող նավատորմի կառուցման միջոցառումներ։ Հնդկաստանն իրեն անհրաժեշտ նավթի ավելի քան 80%-ը ներկրում է։ 2025-ի ապրիլին այլ երկրներից Վրաստան ուղարկված գումարի ծավալը կազմել է $295.5 միլիոն, ինչը 6.1%-ով կամ 17 միլիոն դոլարով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Միայն Եվրամիության երկրներից Վրաստան է փոխանցվել $132.5 միլիոն։ Հայաստանի Հանրապետության 4 սահմաններից 2-ը հատկապես առավելագույն անվտանգային միջոցառումների ու պայմանների կարիք ունեն։ Նկատի ունենալով մի շարք հանգամանքներ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2024-ի բյուջեի մեծ մասը ուղղվել է համայնքների անվտանգային ծրագրերին։ Ընդհանուր 85.3 միլիարդ դրամ է հատկացվել 71 համայնքի մի շարք բնակավայրերի։ Առաջին անգամ 82 սահմանամերձ բնակավայրի անվտանգային ծախսեր կատարելու համար լրացուցիչ հատկացվել է 5 միլիոն դրամ, օրինակ Կապան համայնքի դեպքում 19 սահմանամերձ բնակավայրի համար հատկացվել է 95 միլիոն, Նոյեմբերյանի դեպքում 45 միլիոն եւ այսպես շարունակ։ Ազգային փոքրամասնություններ ներկայացնող համայնքները եւս անմասն չեն մնացել, ստանալով 50 միլիոն դրամ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խոսքով հստակ նպատակներ կան՝ ծրագրերի բյուջեն ընդլայնել եւ 2026-ին համայնքներին հատկացվող գումարի չափը հասցնել ընդհուպ մինչեւ 107.8 միլիարդ դրամի։ Նախորդ տարի թվով 6 համայնքների ռոյալթիներից մասնահանումներ ու համայնքային բյուջե վճարումներ են կատարվել։ Կապանը, Քաջարանը, Մեղրին, Վարդենիսը, Ալավերդին ու Ծաղկաձորն են օգտվել այս հնարավորությունից։ 6 համայնքներին միասին հատկացվել է 1.1 միլիարդ դրամ
ֆինանսավորում։ Նախարարության սոցիալական աջակցության ծրագրով 1.1 միլիարդ դրամ է հատկացվել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցմանը։ Գյուղտեխնիկա ու սարքավորումներ նույնպես ստացել են մարզերի բնակիչները։ Զուգահեռ իրականության մեջ սակայն այլ խնդիրներ են նկատել падգամավորները ու հակադարձում են նախարարին։ Ասում են 44-օրյա պատերազմի ու 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով մի շարք բնակավայրեր համապատասխանում են սահմանամերձ եզրույթի չափորոշիչներին, բայց փաստացի դուրս են մնացել աջակցության ծրագրերից։ Նախատեսված միջոցառումներ էլ կային, որոնք արդեն տարիներ շարունակ է ինչ չեն իրականացվում։ Խուդատյանն ասում է, չի հասկանում նման մտահոգության պատճառը։ Մենք 2024 թվականին համաֆինանսավորել ենք 57 միլիարդ դրամ եւ ավել, որի մի մասը կազմել են 24-ին հաստատված եւ ավարտված ծրագրերը, մի մասը 23-ին հաստատված, մի մասը 22-ին հաստատված, այո, որոշակի աշխատանքներ տեղափոխվել են, նախ այդ տեղափոխվածների տարեգրումը սկսում է 2022-2023 թվականներից, թող տպավորություն չստեղծվի, թե մենք օրինակ 2016 թվականից տեղափոխված կամ 17 կամ 18 թվականին շատ լավ աշխատանքներ կան, որոնք օրացիային գրաֆիկով նախատեսվել են, օրինակ նախատեսված են 3 տարի, օրինակ մանկապարտեզների կառուցման աշխատանքներ կան այդպիսի, աշխատանքներ կան, որտեղ խնդիրներ կան կապալառու ընկերությունների հետ։ Խուդատյանը պարզաբանում է, բոլոր ծրագրերը իրականացվել են առանց վարկերի ներգրավման, պետական բյուջեի հաշվին, հավելում է, լինելու են շարունակական։ Շուտով հնարավոր է Հայաստանում մեղվափեթակները հաշվառվեն համայնքների տնտեսությունների գրքերում։ Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը լավարկել։ Ներկայացրած նախագծի համաձայն շահառուն եւ մեղվափեթակներ վաճառողը պետք է ունենա անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կարգավիճակ։